Պարոն Մանուկյան, ալկոհոլը կարող է արդյոք առաջացնել սեռական կախյալություն։ Ինչի եմ այս հարցը տալիս, որովհետև հաճախ լսում եմ նաև պրակտիկայում էլ պացիենտների, գանգատներից միշտ հնչում է, որ իհարկե դա իրենք չեն ասում, կանայք են խոստովանում, հետո նոր արդեն իրենց ամուսինները, որ առանց ալկոհոլի օգտագործումը չի կարող հարաբերության մեջ մտնել, պիտի անպայման ալկոհոլ օգտագործի, որ նոր կարողանա հարաբերություն ունենալ։ Սա ավելի շատ ինչ է, հոգեբանական խնդիր է, թե արդեն առաջացել է ֆիզիոլոգիական կախյալություն։ Ինձ թվում է, այստեղ արդեն կա ինչ-որ կախվածության էլեմենտներ, զուտ վարքագծային, միգուցե եւ վարքագծային է, որտեվ չեմ կարող ասեմ հստակ, սկզբնական շրջանում, եթե չկա ձևավորված ալկոհոլիզմ, այդ քիչ քանակի ալկոհոլը գործածելուց ինչ-որ հարաբերությունից առաջ կամ ինչ-որ հանդիպում գնալուց առաջ, ոնց որ տալիս է խիզախություն, տալիս է ոնց որ ավելի լավ տրամադրություն, մի քիչ մարդուն ավելի տրամադրում է դեպի այդ ամեն ինչը, դա երևի թե մարդկանց է վերաբերվում եւ կանանց պարագայում, ինչ ասեմ, կարող է եւ լրիվ հակառակ էֆեկտը ունենա, արդեն օրգազմի հասնելու հնարավորությունն է, հեշտոցի խոնավության խնդիրներ կարող են լինեն, այդպես միգուցե, բայց եթե կա ալկոհոլ պարտադիր պայման է դառնում հարաբերությունից առաջ, այդտեղ արդեն կա խնդիր։